Պաշտպանության նախարարությունը 35 միլիոն դրամի չափով կֆինանսավորի սպայական կազմի զինծառայողների բնակարանի ձեռքբերման վարկը, կանխավճարը, մայր գումարը և տոկոսները։ Գույքը ձեռք չի բերվելու ՊՆ-ի կողմից մրցույթ հայտարարելու միջոցով։ Հնարավորություն է տրվելու, որ զինծառայողը ինքը իր ընտրությունը կատարի։ Փոխվել է նաև այն կարգավորումը, ըստ որի անշարժ գույք պետք էր ձեռք բերել միայն Երևանում։ 2026 թվականին Հայաստանի ամբողջ տարածքում բնակվող այն քաղաքացիները, որոնց 100 տարեկանը լրացել է կամ կլրանա տվյալ տարվա ընթացքում, պետական մակարդակով կստանան միանվագ 1 միլիոն դրամի չափով նյութական աջակցություն։ 2026 թվականին նման աջակցություն կստանան 71 քաղաքացիներ։ Նախաձեռնությունը նպատակ ունի պետական մակարդակով արտահայտել հարգանք և երախտագիտություն այն անձանց նկատմամբ, որոնք 1 դար շարունակ ապրել են և գործունեություն ծավալել Հայաստանի Հանրապետության և հայ հասարակության տարբեր պատմական փուլերում։ Համաշխարհային բանկը հրապարակել է ներմուծման և համախառն ներքին արդյունքի ամենաբարձր հարաբերակցություն ունեցող երկրների վարկանիշային աղյուսակը։ Հայաստանը վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է 25-րդ տեղը։ Մեր երկրի ներմուծման և ՀՆԱ-ի հարաբերակցությունը 2024 թվականի դրությամբ կազմել է 76%։ Իրանից Հայաստան պողպատե ամրանների ներկրման սահմանափակումները կգործեն ևս 6 ամիս։ Կառավարության հաշվարկներով միայն էներգակիրների և աշխատավարձերի մասով Հայաստանում և Իրանում արտադրված 1 տոննա մետաղական ամրանների ինքնարժեքների միջև առկա է շուրջ 31,805 դրամի տարբերություն։ Որոշման ընդունմամբ նախատեսվում է ապահովել հավասար մրցակցային պայմաններ տեղական արտադրողների և երրորդ երկրներից ներմուծվող նույնանման ապրանքների միջև։ Եվրամիությունը պատրաստվում է Միացյալ Նահանգներին առաջարկել գործընկերություն ռազմավարական նշանակության կարևոր հանքանյութերի ոլորտում, նպատակ ունենալով նվազեցնել Չինաստանի ազդեցությունը համաշխարհային մատակարարման շղթաների վրա։ Առաջարկում ներկայացված է մի քանի ռազմավարություն, ներառյալ կարևոր հանքանյութերի համատեղ հանքարդյունահանման նախագծերի ուսումնասիրումը և գների աջակցության մեխանիզմների ստեղծումը։ Ճապոնիան Միացյալ Նահանգների պետական պարտատոմսերի խոշորագույն օտարերկրյա տիրապետողն է։ Նրան բաժին է ընկնում 1,2 տրիլիոն դոլար։ Այս ցուցանիշով հաջորդը Մեծ Բրիտանիան է 888,5 միլիարդ դոլարով։ Միևնույն ժամանակ BRICS անդամ երկրները զիջել են իրենց դիրքերը։ Ֆրանսիացի կոնյակ արտադրողները որոշել են կրճատել արտադրությունը և պատրաստ են նույնիսկ գումար վճարել խաղողի այգիները հատելու համար։ Պատճառը միջազգային առևտրային խնդիրներն են։ Կոնյակի արտադրությունը տուժել է Եվրամիության, Միացյալ Նահանգների և Չինաստանի հետ վերջին վեճերից, քանի որ այդ երկրները սպառնում են բարձրացնել ոգելից խմիչքների մաքսատուրքերը։ Աշխարհի խոշորագույն ժամանցային և մեդիա ընկերության Walt Disney զուտ շահույթը նվազել է 4%-ով, իսկ եկամուտներն ավելացել են 5%-ով։ Դեկտեմբերի 27-ին ավարտված եռամսյակում Disney զուտ շահույթը կազմել է 2,48 միլիարդ դոլար, նախորդ տարվա 2,55 միլիարդ դոլարի դիմաց։ Ինչ պատճառով են գործատուները իրենց աշխատակիցներին հեռացնում աշխատանքից։ Տարածված պատճառներից կարելի է նշել օրինակ թերի աշխատանքը, ոչ պրոֆեսիոնալ վարքագիծը, հաճախակի ուշացումները։ Այժմ այդ պատճառներին ավելացել է ևս մեկը, որը բացարձակ կապ չունի մասնագիտական ունակությունների հետ։ Էլեկտրոնային ստորագրություն չունենալու հանգամանքը աշխատանքից ազատման պատճառ կարող է դառնալ։ Բանն այն է, որ աշխատանքային պայմանագրերը պարտադիր պետք է թվային լինեն, իսկ թվային պայմանագիր կնքելու համար էլեկտրոնային ստորագրություն է անհրաժեշտ։ Խնդրի արմատներն առավել խորն են։ Էլեկտրոնային ստորագրություն ստանալու համար էլ նախ անհրաժեշտ է նույնականացման քարտ ստանալ, իսկ այդ գործընթացը ձգվում է ամիսներով։ Մենք տեսնում ենք իրավիճակը և գնահատում ենք, թե ինչքան սուր է այն և համապատասխան լուծումներ ենք հիմա մշակում, մոտ օրերս ավելի վերջնական կասենք։
Ներկայում ներդրվում է նոր նույնականացման քարտերի եւ անձնագրերի համակարգ։ Այս պարագայում էլ խնդիր է առաջանում արդեն գործող ID քարտերի եւ նոր թողարկվող քարտերի բալանսի միջև։ Նույնիսկ հիմա օրինակ օր ու գիշեր աշխատեն այդ սարքերը, թեև իրենք սահմանափակ թողունակություն ունեն, հետո կարիք է լինելու անցում կատարել նորերին, նաև դրանով պայմանավորված եւ որոշ այլ պատճառներով հնարավոր է վերանայում իրականացնել ժամկետների։ Եթե աշխատողների համար խնդրահարույց է դարձել թվային պայմանագրերի հարցը, ապա թոշակառուների համար էլ բարդություններ է ստեղծել կենսաթոշակը պարտադիր անկանխիկ եղանակով ստանալը։ Օրենքը ուժի մեջ է մտնելու ապրիլի 1-ից, սակայն հանրապետությունում բազմաթիվ են կենսաթոշակառուները, ովքեր պարզապես ի վիճակի չեն տնից դուրս գալ բանկային քարտը, այնուհետև թոշակը ստանալու համար։ Այն քաղաքացիների համար, ովքեր որ կունենան հենաշարժական խնդիրներ, որևէ տեսակի եւ չեն կարողանա դա անել ինքնուրույն, մենք կառաջենք, ես դրա մասին երեք հայտնել եմ ազգային ժողովում, հիմա մի կառավարության որոշման ենք սպասում, որը արագ կընդունենք եւ առաքումները կսկսենք, որպեսզի ապրիլի 1-ից բոլորը ստանան իրենց կենսաթոշակները եւ նպաստները անկախի եղանակով, այդտեղ որևէ խնդիր չի լինելու։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպած զրույց ունեցավ նաև Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։ Վերջին օրերին մեծ աղմուկ էր բարձրացրել տեսանյութը, որտեղ ոստիկանը բռնության էր ենթարկում ձերբակալված քաղաքացուն։ Ոստիկանն աշխատանքից ազատվել է, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն էլ դիմել է համապատասխան մարմիններին քրեական վարույթ նախաձեռնելու համար։ Անդրադառնալով Մասյացոտ ընթեմի հայտարարությանը սպառնալիքների ու ճնշումների մասին, Մանասյանը նշեց, կապ են հաստատել տարբեր կողմերի ներկայացուցիչների հետ, իրավասու մարմիններից պարզաբանումներ են պահանջել, այս փուլում դեռ ուսումնասիրություն է ընթանում։ Կառավարությունը սահմանել է Սևանալճում 2026 թվականի արդյունագործական որսի չափաքանակներն ու ժամկետները։ 2026-ի համար առաջարկվել է Սիգի արդյունագործական որսի 550 տոննա չափաքանակ, ինչը կազմում է պաշարի 40%-ը։ Ուսումնասիրության արդյունքներով սահմանվել է նաև Սիգի նախաձվադրման եւ ձվադրման արգելքի ժամկետը 2026 թվականի նոյեմբերի 20-ից մինչև 2027 թվականի փետրվարի 1-ը։